Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երգի 5-րդ գլուխը, որտեղ Վիդորան ավարտեց տալ իր հարցերը Մայտրեյային եւ Մայտրեյան սկսեց նրան պատասխանել։ Մենք քննարկեցինք, որ Մայտրեյան ինքը ընտրեց այդ ձևաչափը, որ պատասխանի, եթե այսպես պատկերավոր ասենք, զրոյական կետից։ Որն էր այդ զրոյական կետը, այսինքն ամենագլխավոր գաղափարը, թե ինչպես է արարվել նյութական աշխարհը, եւ դրանից ավելի կարևոր հարց, ինչի համար։ Մենք կամաց մտնում ենք այդ թեմայի մեջ, որտեղ Մայտրեյան ինքը սկսեց քննարկել այդ թեմաները, եւ առաջին հերթին ինքը մեզ հետ քննարկում է այն ճշմարտությունները, որոնց հիմքի վրա ընդհանրապես արարվում է նյութական աշխարհը։ Երեկվա մեր տեքստերը իրենք շատ կարևոր թեմայի մասին էին խոսում, որն էր այդ թեման դա այն էր, որ ուրեմն կենդանի գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ունի երկու հիմնական էներգիաներ։ Այսինքն, ինչպես մենք տեսնում ենք, տարբերվում է արիացիների համարձակությունը, ընդհանրապես, եթե կարելի է այսպես ասել, այն համարձակությունը, որով արիացիները քննարկում են այս հարցերը։ Այսինքն գաղափարը, ես միշտ ասում եմ, որ նորից կկրկնեմ այսօր, որ եթե իրականում, ասենք, նույնիսկ եթե Աստված չկա, այն հերթականությունը, այն տրամաբանությունը, որի հիմքի վրա արիացիները իրենք քննարկում են այս հարցերը, ցույց է տալիս, որ արիացիները իրենք ահավոր գրագետ էին հոգեբանության տեսանկյունից։ Ուրեմն, սիրելիներս, ամենագլխավոր գաղափարը, հիմնովին գաղափարը կայանում է նրանում, որ գոյություն ունի գերագույն Աստծո անձնավորությունը, գոյություն ունեն կենդանի էակները, կենդանի էակների գոյությունը ինքը ուրեմն հիմնված է նրա վրա, որ գերագույն Աստծո անձնավորությունը ուզում էր վայելեր իր գոյությունը, այսինքն սա շատ կարևոր կետ է, որովհետև շատ հաճախ կրոնական գաղափարախոսությունները իրենք ներկայացնում են որպես հոգու արարումը, որպես ուղղակի, այսպես էլի, որ փաստացի Աստված մնում է որպես դիտորդ, ոչ թե մասնակից։ Արիացիները իրենք ասում են ոչ, գերագույն Աստծո անձնավորությունը, որովհետև ինքը անձնավորություն է, ինքը ունի ոչ միայն գիտելիք եւ հզորություն, այլ եւ զգացմունքային աշխարհ։ Եվ այդ զգացմունքային աշխարհը, ինչպես եւ ցանկացած անձնավորության մոտ, կարիք ունի ուրեմն զգացմունքայնության, այդ զգացմունքայնությունը արտահայտելու, ոչ որպեսզի կենդանի էակը ինքը ապրի զգացմունքներ, իրան պետք են ուրիշ կենդանի էակներ, որոնց հանդեպ, որոնց կոպիտ ասած այսպես ուղղակի նայելուց, անձնավորությունը ինքը ձևավորում է ինչ-որ վերաբերմունք, այդ վերաբերմունքի հիմքի վրա կառուցում է ինչ-որ հարաբերություններ, այդ հարաբերությունների հիմքի վրա այդ անձնավորությունները ձեռք են բերում այս կամ այն չափի ուրեմն արժեք կենդանի էակի կյանքում, չէ՞։ Եվ արիացիները իրենք ասում են, որ երբ որ գերագույն Աստծո անձնավորությունը ուզեց վայելել իր գոյությունը, ձևավորվեց բազմազանությունը։ Հաջորդ քայլով մենք սա մի քանի անգամ քննարկել ենք, հաջորդ քայլով այդ հարցն է առաջ կանգնում, որ եթե կենդանի էակները իրենք արարվել են Աստծո կողմից, դա կնշանակեր, որ եւ պարտադրված են ապրել իր հետ, դա կնշանակեր, որ կենդանի էակները իրենք այսպես կոչված բիոռոբոտներ են, որոնք իրենք ուղղակի ենթարկված են գերագույն Աստծո անձնավորության կամքին։ Եվ վերջ։ Արիացիները իրենք ասում են ոչ, կենդանի էակը ակնհայտորեն ունի ընդամենը մի ազատություն։
եւ մի անկախություն։ Դա ցանկություն եւ վերաբերմունք ձևավորելու ազատությունն է։ Հասկանում եք, այսինքն եւ կենդանիակները իրենք ստանում են այդ հնարավորությունը ուզենալ ապրել գերագույն Աստծո անձնավորության հետ կամ չուզենալ, այսինքն գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կենդանիակներին այդ ազատությունը տալիս է։ Հիմա հաջորդ քայլով, չէ, հաջորդ քայլով ուրեմն ձևավորվում է, այսինքն այստեղից արդեն ակնհայտորեն ձևավորվում են այնպիսի հոգիներ, որոնք իրենք մեծ հաճույքով համաձայնվում են գերագույն Աստծո անձնավորության մտադրությունների հետ, մնում են նրա հետ, ընտրում են նրան, սա նշանակում է, որ իրանց դուր է գալիս լինել գերագույն Աստծո անձնավորության հետ, երբ որ իրանք օգտագործում են իրենց այդ անկախությունը, չէ՞։ Եվ ուրեմն կենդանիակները իրենք վերջնականում հաջորդ քայլով, չէ, ցանկություն են հայտնում մնալ գերագույն Աստծո անձնավորության հետ։ Եվ ակնհայտորեն կան կենդանիակներ, եւ ինչպես տեսնում ենք, իրանք նույնիսկ մեր այս չնչին մոլորակի վրա բավականին մեծ քանակություն են կազմում, չէ, որոնք իրենք չեն ուզում, չեն համաձայնվում գերագույն Աստծո անձնավորության որոշումների հետ եւ ուզում են ապրել անկախ։ Մենք երեք քննարկեցինք այդ թեման, որ այստեղից է առաջանում հոգևոր աշխարհի եւ նյութական աշխարհի արարման անհրաժեշտությունը։ Այսինքն գերագույն Աստծո անձնավորությունը ինքը արարում է հոգևոր աշխարհը ըստ իր մտադրությունների իր վայելքի համար, որպեսզի հարաբերությունների մեջ մտնի այդ կենդանիակների հետ եւ կոպիտ ասած, շատ կոպիտ ասեմ, իր կյանքը իմաստավորվի հարաբերություններով։ Եվ այո, կան կենդանիակներ, որոնք իրենք չեն համաձայնվում այն դիրքի հետ, որը գերագույն Աստծո անձնավորությունը իրենց համար նախատեսել է։ Եվ այդ ժամանակ կենդանիակները իրենք անկախություն են ուզում, որպեսզի իրենք իրենց կամքով իրենց ճիքերի հիմքի վրա կարողանան հասարակության մեջ, այսինքն ուրիշ կենդանիակների շրջապատում հաստատեն, թե իրենք ինչի կարող են ընդհանրապես հասնել։ Ուրեմն, եւ մենք խոսեցինք երեք դրա մասին, որ հոգևոր աշխարհը, որտեղ որ կենդանիակներն են, որոնք ընդունում են գերագույն Աստծո անձնավորության կամքը, այդտեղ ոչ մի անհրաժեշտություն չկա գերագույն Աստծո անձնավորությանը թաքցնելու, չէ՞։ Եվ այդ աշխարհը ինքը կոչվում է գերագույն Աստծո անձնավորության ներքին էներգիայի վրա հենված աշխարհ, այսինքն դա մի աշխարհ է, որը չի թաքցնում գերագույն Աստծո անձնավորությանը։ Եվ կա այսպես կոչված մայան, այսինքն արտաքին էներգիան, որը ինքը այսպես արտաքին ընկալում կա, ինչու համար, որպեսզի կենդանիակները, որոնք չեն ուզում ենթարկվեն գերագույն Աստծո անձնավորության կամքին, չտեսնեն նրա գոյությունը։ Եվ դրա համար այս ուրեմն էներգիան ինքը կոչվում է արտաքին էներգիա, որը ապահովում է հիմնականում երկու գաղափար։ Առաջինը դա նա է, որ կենդանիակները արտաքին էներգիայի ազդեցության տակ չեն ընկալում Աստծուն, չեն ընկալում նրա ղեկավարող ձեռքը։ Հա, եւ երկրորդը դա նա է, որ արտաքին էներգիան ինքը կենդանիակներին ապահովում է այսպես անկախության զգացումով, որ այդ դա է ապահովում, որ կենդանիակները իրենց ուժերի հիմքի վրա կարող են հասնել ինչ-որ նպատակների։ Հիմա, սիրելիներս, ուրեմն եթե մենք խոսում ենք բանի մասին, ուրեմն այդ երկու էներգիաների մասին, չէ, ապա արդեն հասկանում ենք, որ հոգևոր գիտելիքը ինքը պետք է կարողանա
ներկայացնի մեզ այդ երկու իրականությունները, որպեսզի կենդանեակը ինքը նորից կարողանա ընտրել, թե ինքը ընդհանրապես ինչ է ուզում այս աշխարհից կամ ինքը իրենից, հա, եւ ուրեմն մենք շարունակում ենք քննարկումը, անցյալ անգամվա մեր տեքստերն էին 25-26-ը, ուրեմն այսօրվա մեր տեքստը 27-րդ տեքստը։ Ապա հավերժական ժամանակի մղմամբ նյութական տարրերի գերագույն ամբողջությունը, որը կոչվում է մահաթ տատվա, անցում է կատարում դեպի արտահայտված վիճակ։ Եվ այս մահաթ տատվայում անարատ բարությունը գերագույն տերը իր սեփական մարմնից ցանեց տիեզերական արարչագործության սերմերը։ Կներեք մի հատ էս բարությունը ես համոզվեմ, որ ճիշտ է թարգմանված, ներողություն եմ խնդրում ընթացքը ընդհատելու համար։ Беспривестная благость. Լավ, բարություն չի էլի, ես հիմա կփորձեմ բարը գտնել։ Ուրեմն, սիրելիներս, չէ, տեսնում եք, որ ուրեմն գերագույն Մայտրեյան ինքը շարունակում է ներկայացնել, թե ինչպես է ընդհանրապես զարգանում նյութական աշխարհի արարչագործությունը։ Եթե ես ճիշտ հիշեցի, մենք 26 տեքստել չենք նայել, եկեք 26-ն էլ կարդամ։ Գերագույն կենդանի էակը իր տրանսցենդենտալ մարմնավորման մեջ, որպես Պուրուշա տիրոջ լիակատար ընդլայնում, բեղմնավորում է նյութական բնությունը, որը բաղկացած է 3 գոյավիճակներից։ Այսպիսով հավերժական ժամանակի ազդեցությամբ ծնվում են կենդանի էակները։ Ուրեմն տեսնում ենք, որ այսօրվա մեր խոսակցությունն է կենդանի էակները, ժամանակը եւ 3 գոյավիճակները։ Ես կարծում եմ, որ 3 գոյավիճակների կարևորությունը շեշտելով այդ թեմայով ես երևի թե ձեզ արդեն հոգնեցրել եմ, բայց իրականում չեմ կարող զիջել այդ թեման, որովհետև եթե մենք ուզում ենք ինչ-որ մի խորը պատկերացում կազմենք ընդհանրապես արիացիների գաղափարախոսության նկատմամբ, մենք չենք կարող անտեսել այդ գաղափարի կարևորությունը։ Եվ ես միշտ ասում եմ, որ մարդկության մեջ այս պահին այսպես լայն տարածում է գտել կարմա խոսքը եւ բոլորը հասկանում են համարյա թե արդեն թե կարմա երբ որ ասում են ինչ նկատի ունեն, ես ասենք անտեղյակների համար ասեմ, որ կարման դա ուրեմն ճակատագրի գաղափարն է, բայց իմինը վերածնունդով, այսինքն որ կենդանիակները ունեն անցյալ կյանքեր եւ այդ անցյալ կյանքերում իրենց գործած ուրեմն գործողությունների շնորհիվ ձևավորում են իրենց ճակատագիրը ներկա կյանքում եւ դա պատահական չի, այսինքն կարման կամ ճակատագիրը ինքը հիմնականում արտահայտվում է այն կետում, թե կենդանեակը ինքը որտեղ է ծնվել, ինչ մարմնում է ծնվել, ինչ ժամանակում է ծնվել, ինչ ընտանիքում է ծնվել եւ այլն եւ այլն, հա։ Ուրեմն այդ ծնված պահին բոլոր տվյալները, որը ցուցաբերում է անձնավորությունը, չէ, օրինակ ասենք, չէ որ դա էլ է, չէ, ճակատագիր, որ ինչ որ մեկը ծնվում է Հայաստանում, ինչ որ մեկը ծնվում է Միացյալ Նահանգներում, ինչ որ մեկը Ռուսաստանում, ինչ որ մեկը, չգիտեմ, Աֆրիկայի ջունգլիներում, դա էլ է, չէ, արդեն, այսինքն ճակատագիրը դա այն է, ինչը որ մարդու կյանքը ինչ որ մի հատ բանի ուղու վրա դրեց, չէ։ Եվ ուրեմն մենք քննարկեցինք ձեզ այդ ժամանակին, որ երբ որ խոսքը գնում է ճակատագրի մասին, ճակատագիրը ինքը ընդհանրապես մարդու կենդանեակի կյանքը, այսպես ասենք, որ մենակ մարդունը չէ, կենդանեակի կյանքը ինքը 2 գործոնից է բաղկացած։ Մեկը դա անշուշտ պարտադրանքն է, մյուսը պատահականությունները։
Այսինքն այն գաղափարները, երբ որ մարդիկ իրենք կամ մտածում են, որ միայն ճակատագիր կա եւ ոչինչ անել հնարավոր չի, հա, եւ մյուսներն էլ մտածում են, որ ամեն ինչը պատահականություն է եւ կախված է կենդանեակների ճիգերից, ես միշտ ասում եմ, այդ ծայրահեղությունների մեջ շատ հազվադեպ է էլի, որ ճշմարտություն կա։ Ճշմարտությունը ինքը միշտ այդ մեջտեղներում է գտնվում։ Այսինքն մենք պիտի հասկանանք, որ կենդանեակի կյանքը նյութական աշխարհում ինքը ունի այդ երկու կոմպոնենտը։ Ինչ որ հարցերում, ինչ որ թեմաներ կան, որ կենդանեակին պարտադրված են, հա, ինչ որ հարցերում, ինչ որ կենդանեակ, ինչ որ կետեր կան, որտեղ ինքը ունի ընտրության ազատություն, գործելու ազատություն։ Եվ այնտեղ, որտեղ որ ինքը ունի գործելու ազատություն, հա, կամ վերաբերվելու ազատություն ունի, դա նշանակում է, որ ինքը անցյալ կյանքերում, այդ կետերում բարեպաշտության պաշար ունի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն, իսկ այնտեղ, որտեղ որ իրեն ինչ-որ մի բանը պարտադրված է, հա, դա նշանակում է, որ ինքը այդ անցյալ կյանքերում այդտեղ էլ կարող է լինել բարեպաշտության պատճառ, բայց պարտադրված է, առանց ճիգերի։ Օրինակ, ազնվորությունը ինքը ոչ մի բան չարեց, ծնվեց արքայի տղա։ Չէ, սա բարեպաշտության, կուտակված բարեպաշտության, ուրեմն, բան է, սիմպտոմ է։ Ես այստեղ անմիջապես պիտի ուղում մտցնեմ, որպեսզի հանկարծ չուր կարծիք չկազմեք, որ երբ որ մենք խոսում ենք բարձր խավերում ծնվելու մասին որպես բարեպաշտության սիմպտոմ, դա վերաբերվում է միայն աստվածակենտրոն դարաշրջաններին։ Ինչու՞, որովհետև աստվածամերժության դարաշրջանը ինքը այն դարաշրջանը, որում մենք ապրում ենք, ինքը գտնվում է տգիտության գոյավիճակի ազդեցության տակ։ Հասկանում եք, երբ որ ինքը գտնվում է տգիտության գոյավիճակի ազդեցության տակ, այդտեղ մի հատ շատ կարևոր բան է տեղի ունենում։ Տգիտության գոյավիճակը ինքը ամեն ինչի հակառակն է, այսինքն գլխիվայր շուռ տված։ Եվ դա նշանակում է, որ աստվածամերժության դարաշրջանում շատ ավելի բարեպաշտ անձնավորություններ կարելի է գտնել ցածր խավերում, քան բարձր։ Եվ որովհետև աստվածամերժության դարաշրջանում տնտեսությունից սկսված, այսինքն մարդու հասարակական ակտիվության դաշտից սկսված, մինչև բավականին լուրջ ուրեմն թեմաները վերջացրած, ամեն ինչը ինքը այսպես պրանիզը դա այս խոսքը թափանցված է, հա, ուրեմն ամեն ինչը այսպես թափանցված է կեղծարարությամբ, ուրեմն երկերասանիությամբ, խաբեությամբ, խորամանկությամբ եւ այլն։ Այսինքն այս դարաշրջանում, երբ որ կենդանեակը ինքը ինչքան ինքը ավելի բարձր խավում է ծնվում, չէ, այդքան ավելի շատ է իր կյանքը ենթադրում արատավորություն։ Հասկանում եք։ Եվ դրա համար է, որ ես միշտ ասում եմ, որ եթե անձնավորությունը ինքը լավ հասկանա արիացիների տեսությունը, չէ, ինքը կդադարի նախանձել մեր դարաշրջանում, ինքը կդադարի նախանձել բաներին, այդ բարձր խավերի անձնավորություններին, որովհետև իրականում, տեսեք, ասենք, չէ, բոլորիս համար էլ ակնհայտ է, չէ, որ իրականում, ասենք, ինքը համարյա թե ոչ միտեղ, համարյա թե ոչ միտեղ չկա այդպիսի իրականություն աշխարհում, չէ, որ կարելի է, չգիտեմ, ազնիվ աշխատանքով մեծ դիրքի հասնել։ Ինչու՞։ Որովհետև ամեն ինչը հենված է մրցակցության վրա։ Մրցակցության մեջ ազնվորությունները իրենք կարող են շատ խորամանկ քայլերի դիմել, շատ դաժան քայլերի դիմել, չէ՞։ Այդ մրցակցության ժամանակ միայն այսպես չի կանգնում հարցը, չէ՞, որ մարդը ինքը կարողանա ուղղակի, ասենք, բանանի, առաջ անցնի ինչ-որ մեկից։ Շատ հաճախ մրցակցությունը ինքը արտահայտվում է նրանում, որ մարդը ինքը
իր գործը առաջ տանելու համար ուրիշի գործը ոչնչացնում է։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն մենք այդպիսի իրականություն ունենք այս աշխարհում։ Դրա համար մեր ժամանակներում մենք կարող ենք տեսնել, որ բարձր խավերում շատ ավելի արատավոր անձնավորություններ են ծնվում, քան օրինակ սովորական մարդկանց շրջապատում։ Հասկանում եք։ Եվ սա ինքը շատ կարևոր է, որպեսզի մենք դա կարողանանք հասկանալ, էլի, որ մեր ժամանակներում բարձր ծնունդը դա դեռ չի նշանակում, որ այդ անձնավորությունը ինքը բարեպաշտ է։ Դա ավելի հաճախ նշանակում է, որ մենք գործ ունենք մի անձնավորության հետ, որը այո, ուրեմն վաստակել է, որ այդ դարաշրջանում մեծ հնարավորություններ ունենա, բայց հնարավորություններ ունենա ինչ անելու։ Իր արատավոր բնությունը բավարարելու։ Հասկանում եք։ Իսկ արատավոր բնությունը, այսինքն, ինչ է նշանակում արատավոր բնություն, չէ՞, դա նշանակում է առաջի հերթին սեռական այլասերվածությունները, երկրորդ հերթին ինտոքսիկացիաների հանդեպ հակումները, հաջորդ հերթին ուրիշ կենդանիակների տառապանքի եւ լսեմացման հաշվին սեփական ցանկությունները իրականացնելը եւ բավարարելը եւ այլն եւ այլն։ Հասկանում եք։ Այսինքն այդ ամեն ինչը ինքը մի քիչ խառն է, էլի, աստվածամերժության դարաշրջանում։ Բայց սովորաբար կարող ենք ասել, որ եթե իհարկե մենք կարող ենք ասել, որ եթե ազնվորությունը ինքը հարուստ է, հիմա տեսեք, ասենք, մեր ժամանակներում, չէ, մեծամասամբ, չեմ կարող պնդել, որ բոլորը, բայց մեծամասամբ, չէ, մարդիկ իրենք հարստանում են, դու այսպես, ստվերային տնտեսության հաշվին, չէ, հարստանում են իրենց երկիրը կողոպտելու հաշվին, հարստանում են մարդկանց կողոպտելու հաշվին, չէ, հիմա հարց եմ տալիս, ինչպես եք կարծում, եթե իրոք Աստված կա, այդ ազնվորությունները հետո ինչ պատասխան են տալիս։ Հասկանում եք, մենք հեսա ձեզ հետ կամաց որ մտնենք այդտեղ, մենք կտեսնենք, որ արիացիները իրանք մի հատ շատ կարևոր գաղափար առաջ կքաշեն։ Այս թեմայով։ Հասկանում եք, որովհետև արատի միջոցով բարեկեցություն ձեռք բերած մարդիկ իրանք ինչ-որ մի հատ սովորություն ունեն, որ իրենց թվում է, որ այդ սովորությունը իրենց փրկելու է, բայց իրականում չի փրկելու։ Հիմա, սիրելիներս, չէ՞, ես չեմ սիրում Աստծով պախացնելը, դրա համար այդ թեմաներից միշտ խուսափում եմ, էլի։ Ինձ համար Աստված մի քիչ ուրիշ կատեգորիա է, եւ ես շատ ավելի սիրում եմ ներկայացնեմ Աստծո հմայքը, քան թե նրա ջղայնությունը, բայց իհարկե չեմ էլ կարող հերքել, որ նյութական աշխարհում կա կետ, որից հետո գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ջղայնանում է։ Ուրեմն, սիրելիներս, հիմա այստեղ այս պահին, չէ, բանը Մայտրեյան ինքը ներկայացնում է, թե ընդհանրապես ինչպես է առաջանում բանը նյութական աշխարհը եւ մենք խոսում ենք դրա մասին, որ գոյություն ունի 3 գոյավիճակների տեսությունը։ Եվ արդեն ասեցինք, որ կա 2 գաղափար, մեկը դա ճակատագրի գաղափարն է, այսինքն կարմա, կարմա բառը նշանակում է գործողություն, եւ երբ որ ասում են կարմա, դա որ ասում են սա քո կարման է, դա նշանակում է դու ինչ-որ մի բան ես արել, հիմա պատուղներն ես ստանում։ Լավ կամ վատ։ Եվ կարմա միշտ չի, որ նշանակում է վատ։ Ազնվորությունը ինքը կարող է լավ ճակատագիր ունենալ եւ վատ ճակատագիր ունենալ։ Եվ ինչպես ես ասեցի, այստեղ շատ կարեւոր է այդ հասկացողությունը, որպեսզի այդ հասկացողությունը լինի, որ ճակատագիրը ինքը միայն պարտադրանք կենդանիակի կյանքը կներեք միայն ճակատագրով չի։ Կա ճակատագիր եւ կա ազատություն։ Հասկանում եք։ Հիմա, սիրելիներս, այսինքն ինքը կոնստանտ չի։ Ամեն ինչը կարելի է փոխել։ Ոնց որ ասենք, ինչ որ մի պահից, չէ, կենդանիակը ինքը որոշում է կայացրել, որ ինքը կարող է իրեն թույլ տա լինել արատավոր եւ ստանալ այդ արատավորության հետևանքները։ Նույնպես ինչ որ մի պահից ինքը կարող է որոշում ընդունել
որ այլևս արատավոր գործողություններ չի կատարելու եւ սկսել իր կյանքը ծախսել նրա վրա, որպեսզի սովորել լինել առաքինի։ Եվ հետագայում ինքը իր առաքինության պատասխաններն է ստանում։ Հասկանում եք, միշտ կարելի է ամեն ինչը փչացնել եւ միշտ կարելի է ամեն ինչը լավացնել։ Այսինքն, եթե նույնիսկ կենդանիակը ինքը օրինակի համար ասենք լավ պաշար է ունենում եւ լավ ճակատագրի մեջ է ծնված լինում, բայց եթե ինքը կներեք հիմար է լինում, ինքը կարող է իր այդ լավ ճակատագիրը այնպիսի արագությամբ փչացնի եւ ամեն ինչը կորցնի, չէ՞ որ ուղղակի սենց մնաս զարմացած։ Եվ ուղղակի հակառակը, ազնվորությունը ինքը կարող է ունենալ վատ ճակատագիր, չէ՞, որոշում կայացնել, որ ինքը դա այդ արատավորությունը կանգնացնում է, ճիքեր գործադրի եւ լավացնի իր ճակատագիրը։ Այսը պիտի հասկանանք, էլի, որտեղ ինչ-որ խնդիրներ կան, որոնք սենց ինչ-որ հավերժ բաների բանն էլի, ուրեմն համնա է, համնա է, համնա։ Երբ որ մարդությունը ինքը գնում է նրա հետևից, որ կամ անի, ինքը անպայման սխալվելու է իր եզրակացությունների մեջ։ Եվ իմաստությունը ինքը կայանում է նրանում, որպեսզի ազնվորությունը ինքը կարողանա տարանջատի, թե որ պահին որն է, որ գործոնն է հիմա գործում, պարտադրանքը, թե ազատությունը։ Հասկանում եք։ Ուրեմն, սիրելիներս, եւ այստեղ արդեն արիացիների երկրորդ կարևոր գաղափարն է, որի մասին ինձ արդեն բավականին շատ խոսել եմ, կարծում եմ, որ դուք նույնիսկ ինչ-որտեղ հոգնել եք դրանից, որ ես դա շատ եմ շեշտում, որովհետև իրականում, տեսեք, ասենք, չէ, նայեք, երբ որ մենք երբ որ Գերագույնը այստեղ Մայթրեյան խոսում է արարչագործության մասին, չէ, առաջի գործոնը, որը ինքը թվարկեց, դա կարման չէր, դա գունան էր։ Ինչու համար, որովհետև ասեք, տեսեք, այ վերցնենք կենդանիակը առաջի անգամ ընկավ հոգևոր աշխարհից նյութական աշխարհ։ Չէ՞ որ ինքը դեռ կարմա չունի։ Ինքը ոչ մի բան չի արել, որ ճակատագիր ունենա, որտեղ շատ հաճախ մարդիկ այդպիսի հենց բոլորի մոտ էլ, ովքեր որ ծանոթանում են վերամարմնավորման գաղափարի հետ, բոլորի մոտ այդ եթե իրենք բանականություն ունեն, այդ հարցը պիտի առաջանա։ Որն է այդ հարցը։ Դա այն հարցն է, որ այդ առաջի անգամ, երբ որ կենդանիակը ընկնում է հոգևոր աշխարհից, չէ, ինքը դեռ ոչ մի բան չի արել։ Ինչպես է որոշվում, թե ինքը ինչ մարմին պիտի ստանա։ Ուրեմն, անշուշտ, երբ որ կենդանիակը ինքը առաջի անգամ է գալիս նյութական աշխարհ, այդ իր առաջին գնելն է, չէ, ինքը անպայման ծնվում է դրախտային մոլորակներում, որովհետև այո, ինքը դեռ ոչինչ չի արել, բայց ինչպես է որոշվում, թե դրախտային մոլորակներում ինչ է, ինչ պիտի անի, ինչ մարմնում պիտի ծնվի։ Չէ, որտեղ գլխավոր գաղափարը կայանում է նրանում, որ ինքը իրավունք ունի վայելի։ Ինչու՞, որտեղ ոչ մի վատ արարք դեռ չի արել, որ օրինակ դժոխքում ծնվեր, հա? Կամ ոչ մեկի հանդեպ դեռ կապվածություն չունի, որ օրինակ ծնվեր միջին մոլորակներում, ինչպիսինը մերն է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ տեսեք, ասենք, այդ պահը ինքը գունայից է կախված, որտեղ ինչ է նշանակում գունա։ Տեսեք, ես միշտ ինչ եմ ասում, չէ՞, ես ասում եմ, օրինակ, տգիտության, իրանք 3 հատ են։ Տգիտության, կրքերի եւ բարեպաշտության։ Չէ՞, հիմա տգիտության գոյավիճակը դա ես հենց իմенно գունայի ներքին պատճառն եմ միշտ շեշտում։ Ասում եմ տգիտությունը ինքը իր մեջ պարունակում է թշնամանք։ Կիրքը, կրքերի գունան, ինքը իր մեջ պարունակում է կապվածություններ եւ ատելություններ, չէ, անհագակրանք, բայց հենված է կրքերի վրա։ Հասկանում եք, բարեպաշտությունը ինքը հենված է էգոիզմի վրա, բայց եւ բարիություն ունի իր մեջ։ Ներքին աշխարհի մասին ենք, չէ, խոսում։ Ուրեմն այս սա է կան, որ գունան ինքը սկսվում է կենդանի էակի վերաբերմունքից ուրիշ կենդանի էակների հանդեպ։
Հասկանում եք, չէ՞։ Այսինքն, երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը սկսում է արարչագործությունը, ինքը այսպես բոլորի սրտերը նայելով այդ կենդանիակների, որ հիմա այս տվյալ արարչագործության մեջ պիտի գան որ ապրեն, չէ՞։ Որտեղ տիեզերքները իրանք անհամար են, եւ ժամանակն էլ ինքը չէ, այսպես տարբեր է, եւ ասենք, ոչ կենդանիակները ինչ-որ մասերը նոր են ընկնում, ինչ-որ մասերը դեռ պիտի այստեղ ապրում են, ինչ-որ մասերը արդեն հետ են վերադառնում հոգեվոր աշխարհ, չէ։ Եվ այդ process-ը, այդ restart-ը, ինքը մենք հետո կբացատրենք, էլի մի քիչ հետո հեսա Մայտրեյան կմտնի այդտեղ կխոսենք դրա մասին, թե դա ինչպես է տեղի ունենում, չէ։ Բայց հիմա, տեսեք, հիմա Մայտրեյան ինքը խոսում է հոգեբանության մասին։ Հասկանում եք, երբ որ ինքը ասեց 3 գունաների միջոցով, չէ, ինքը ասեց, ինչ ասեց, գերագույն կենդանի էակը իր տրանսցենդենտալ մարմնավորման մեջ որպես պուրուշա, այս պուրուշա դա նշանակում է գլխավոր վայելող։ Դա երբ որ Գերագույն Աստծո ազնվորությանը սանսկրիտ լեզվով դիմում են որպես պուրուշա, ինքը գլխավոր ղեկավարը։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն առաջի գաղափարը, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը գերագույն կենդանի էակն է։ Ինքը առաջի կենդանի էակն է։ Հիմա իր տրանսցենդենտալ մարմնավորման մեջ ինչու է սա այսքան կարևոր։ Ինչ է նշանակում տրանսցենդենտալ մարմնավորում։ Մենք արդեն շատ ենք խոսել նրա մասին, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը մարմնավորումներ տալու ունակություն ունի։ Հիմա շատ կարևոր է, թե այդ մարմնավորումները ինչի հիմքի վրա են առաջանում, որովհետև մենք ձեզ հետ կտեսնենք, որ ինքը կարող է տալ բավականին ջղայն մարմնավորումներ։ Ինքը ունի հատուկ ջղայնությամբ լի մարմնավորումներ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ կարող է գալ իմաստություն պարունակող մարմնավորումներ եւ այլն, այդ մարմնավորումները իրանք բավականին շատ են, մենք ամբողջ Բաղավատամի ընթացքում հենց այդ մարմնավորումների ոչ թե բոլոր մարմնավորումները դա հնարավոր չի, որտեղ նյութական աշխարհում Գերագույն Աստծո ազնվորությունը ըստ արիացիների շատ ինտենսիվ մասնակցություն ունի նյութական աշխարհի կյանքի մեջ, չէ, բայց ասենք այդ դա է կարևորը, որ երբ որ ինքը մարմնավորումներ է տալիս, ինչ-որ թեմաներ կան, էլի, մենք այդ գլխավոր թեմաների մարմնավորումները կանցնենք ձեզ հետ Բաղավատամի մեջ, չէ, բայց հիմա ինքը ասում է Գերագույն կենդանի էակը իր տրանսցենդենտալ մարմնավորման մեջ, ինչու է շեշտվում այստեղ տրանսցենդենտալ, ինչ է նշանակում այդ տրանսցենդենտալն էլ, չէ, ինքը ներքին վիճակ է, հասկանում եք, ինչ է նշանակում տրանսցենդենտալ։ Տրանսցենդենտալ նշանակում է առանց անարդար վերաբերմունքի։ Իրականում, եթե մենք խոսում ենք էության մասին, տրանսցենդենտալը նշանակում է անարդար վերաբերմունքից ազատ։ Առաջինը եւ երկրորդը էգոիզմից ազատ։ Հա, տեսեք, սա երկուսն էլ վերաբերմունքի մասին է խոսքը։ Ինչու է այստեղ Մայտրեյան հենց այդ տրանսցենդենտալ խոսքը ասում Գերագույն Աստծո ազնվորության մասին։ Հոգեբանության տեսանկյունից, չէ, իրենց գաղափարախոսության համաձայն, սա ահավոր կարևորություն ունեցող կետ է։ Ինչու։ Տեսեք, ես սկզբում ինչ ասեցի, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը իրանք տեքստ ասես, չէ, ունի երկու էներգիա, արտաքին ներքին, եւ այդ երկու էներգիաները իրանք հիմք են երկու աշխարհների համար։ Մի էներգիան ինքը հոգեվոր աշխարհի հիմքն է, մյուս էներգիան ինքը նյութական աշխարհի հիմքն է, չէ։ Հիմա տեսեք, երբ որ սրա մասին խոսակցություն է գնում, չէ, դա ինչ է նշանակում, որ այ կա Գերագույն Աստծո ազնվորությունը որպես առաջին էակ։ Հիմա ինքը արարել է բազմազան կենդանի էակներ, որ շփման մեջ մտնի իրենց հետ, ասենք էլի, որպեսզի իրական ասվում է տեքստը, ինքը պարզ ասում է,
երբ գերագույն Աստծո ազնվորությունը ուզեց վայելի իր գոյությունը, չէ՞, այսինքն ինքը այն ուզում էր վայելել հարաբերությունները։ Դրա հետ մեկտեղ ինքը տվեց կենդանիակներին ազատություն եւ հայտնվեցին իր հետ համաձայն եւ ոչ համաձայն կենդանի էակներ, չէ՞։ Երբ որ ասվում է տրանսցենդենտալ, այստեղ այդ դա նկատի ունի։ Հիմա կենդանիակներ կան, որոնք չեն ուզում, համաձայն չեն։ Ես միշտ ամենապարզագույն օրինակն եմ բերում։ Օրինակ, կենդանիակը ինքը հոգևոր աշխարհում, չգիտեմ, խոտ է։ Եվ իրան դա դուր չի գալիս։ Ինքը մտածում է, ասում է, իսկ ինչու պիտի ես խոտ լինեմ, իսկ Արգջունան Աստծո ընկերը։ Ինչի ես չեմ Աստծո ընկերը, իսկ Արգջունան խոտ։ Սա է բարձրացված հարցը, այսինքն նախանձը, չէ՞։ Հիմա տեսեք, ինքը չհամաձայնվեց, չէ՞։ Եթե հոգևոր աշխարհում շարունակի մնալ կենդանի էակ, որը ինքը համաձայն չի հոգևոր իրականության հետ, ինքը ինչ է դառնում։ Ինքը դառնում է ինչ-որ մի հատ ընդեղ կներեք, տանավարի ասեմ, ինչ-որ մի հատ հոտած էմոցիոնալ տեսանկյունից, մի հատ հոտած փրթած բան, չէ, որը մշտական ինչ-որ մի հատ նեգատիվ է այդտեղ տարածում։ Всё, պատկերացրեք, որ ասենք, հիմա մենակ մեր մոլորակի վրա այս պահին քանի միլիարդ կենդանիակ կա, այդել մարդիկ։ Բա կենդանիները, բա բույսերը, դրանք բոլորը կենդանիակներ են, չէ, նույն հոգին է մեջը։ Պատկերացնեք, այս մի հատ էսպես պուտուր դարի մի ասա, այս քնձռոտ մոլորակի վրա, չէ, այդքան կյանք կա։ Մի հատ էլ վերցրեք իր գոյության ամբողջ ընթացքում, ինչքան հոգիներ են ընդհանրապես այստեղ մարմնավորվել, պատկերացնեք, չէ, ինչ թիվ եք ստանում։ Եվ հիմա դուք պատկերացրեք, որ այդ ամեն ինչը մնում է հոգևոր աշխարհում։ Հոգևոր աշխարհում ով կարող է վայելի։ Ոչ մեկ։ Չէ՞։ Հիմա հայտնվեցին դժգոհները։ Ինչպես է իրանց վերաբերվում գերագույն Աստծո անձնավորությունը։ Չէ, օրինակ ես միշտ այդ հարցը բարձրացնում եմ, որ հրեաների դիցաբանության մեջ, չէ, այդ էպիզոդը ինքը նկարագրվում է այսպես, որ Ադամը ու Եվան երան խնձորը, իրանց մեջ մտավ տրփանքը, այսինքն իրանք կեղտոտվեցին տրփանքով, չէ, եւ ինչ արեց Աստված։ Դուրս գցեց, որ դուրս գցեց հերիք չի, վրայից էլ անիծեց։ Հասկանում եք, անիծեցել հերիք չի, հետո քրիստոնյաներն էլ ավելացրեցին, որ ինչքան էլ ուզում է ապաշխարես, միևնույն է, քանի մարմնի մեջ ես կեղտի տոպրակ ես, всё, ցած գծի թող գնա այն կողմ։ Հասկանում եք, չէ՞, դա է, չէ՞ գաղափարը։ Իսկ դա նշանակում է, որ Աստված ինքը կողմնակալ է։ Եվ ես միշտ ասում եմ, որ ինքը հետո հավատացյալներին, դրա համար եմ ասում, ոչ մի կապ չկա ընդհանրապես այդ երկու բանի մեջ, հին եւ նոր ավետարանների, այսինքն գալիս է Հիսուսը խոսում է համբերության մասին, հասկանում եք, ներողամտության կներեք, խոսում է ներողամտության մասին եւ ինքը հենց առաջինը ասես ներիր, որովհետեւ չեն հասկանում ինչ են անում։ Բայց հին բանում, այդ հին ավետարանում, հրեաների դիցաբանության մեջ մենք ստանում ենք Աստված, որ ինքը այդ բանը չկարողացավ վերաբերվի Ադամին ու Եվային, որ մտածեր, ասել, դե ես եմ իրանց արարել, իրանք քիչ մեղավոր են, որ դմբլո են, հասկանում եք։ Սրանց վրա ինչ եղանաս սրանցից։ Կամ ես միշտ ասում եմ, ծառը ինչի էր դնում, պրովոկացիան ինչի էր ստեղծում, որ հետո էլ ինչի անիծեր։ Կամ ինչի էր, կներեք, կնոջը ավելի անուղեղ ստեղծում ըստ հրեաների, քան տղամարդու։ Ինչի, որ ինչ օրինակ, այդ ինչ արդարություն էր Աստծո մոտ։ Դա պարզ է, չէ՞, որ դա Աստծո կողմից տված գիտելիք չի, էլի։ Տղամարդկային շովինիզմ պարունակող գաղափարների շարան է, թողներեն ինձ բոլոր տղամարդիկ կներեք էլի արդեն այստեղ։ Չէ, չկա, չէ, ոչ մի աստվածային գաղափար այդ ամեն ինչի մեջ չկա իրականում։ Հասկանում եք, որտեղ սա շատ կարևոր խնդիր է։ Այն մենք բոլոր կրոնները իրենք ասում են, որ
կենթանիակները այս կամ այն ձևի արդեն կապ չունի, թեման նույնն է։ Ինչ որ խնդիր են ունեցել Աստծո հետ, որ հայտնվել են նյութական աշխարհում։ Ընդունում ենք։ Հիմա այ կենթանիակը չի ուզում Աստծո հետ ապրի։ Ոնց է վերաբերվում Աստված դրան։ Այ որ օգտագործվում է տրանսցենդենտալ խոսքը, դա նշանակում է, որ Աստված ոչ թշնամանում է, հա, ոչ էգոիստական տրփանքի զգացում է ունենում, որտեղ էգոիստական իմն է, չէ, պիտի չգնաք, չէ, պիտի բան, ոնց, բա ես, բան այդ կրքերի, ոչ այդ տրամադրությունների մեջ է, հասկանում եք, ոչ էլ նույնիսկ բարեպաշտության։ Հասկանում եք, որ բարեպաշտությունն էլ որն է։ Դու մնա ինձ հետ, ես ամեն ինչ կանեմ, որ քեզ գոհացնեմ։ Ոչ են։ Հա, եւ տրանսցենդենտալ նշանակում է, որ երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կազմակերպում է կենթանիակի նյութական գոյությունը, ինքը դա անում է միայն մի պատճառով, որ բավարարի կենթանի էակի ցանկությունը, որպեսզի կենթանիակին հնարավորություն տա, այ ուզում ես առանց ինձ ապրես, գնա ապրի, չէ, եւ երբ որ մենք Բhagavad Gita-ն էինք քննարկում, ես դա հատուկ կերպով շեշտեցի, չէ, որ այդ գնա ապրին, ինքը հետո ասում է, եւ ես տվեցի զոհագործությունները եւ ասեցի, բան, երկրպագեք կիսաստվածներին զոհագործություններ կատարեք եւ կիսաստվածները ձեզ ամեն ինչով կապահովեն եւ եղեք երջանիկ առանց ինձ։ Ես էլ թաքուն ամեն ինչը ձեր համար կապահովեմ։ Ես թաքուն ձեզ կտամ մոլորակը, ձեզ կտամ տիեզերքը, այդ տիեզերքի մեջ կտամ ձեզ համապատասխան մոլորակը, այդ մոլորակի մեջ կտամ կյանքի համար ամեն ինչ, ինչ որ անհրաժեշտ է։ Այս ամեն ինչը իր ժամանակին կշարժվի, ես ամեն ինչը կանեմ, դուք դաժե չեք իմանա, որ այդ ես եմ անում։ Այսինքն նյութական աշխարհը դառնում է արիացիների կատարմամբ կենթանիակին շնորհ, որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ոչ ջղայնության մեջ է մտնում, ոչ անիծում, ոչ չգիտես ինչ անում, ինքը տվել է ազատություն, ինքը այդ ազատությանը մինչև վերջ տեր է կանգնում։ Ես եմ քեզ տվել այդ ազատությունը, որ ոնց ուզում ես վերաբերվի, դու ոնց ուզում ես վերաբերվեցիր։ Իսկ ես իմ կախվածությունը չեմ չարաշահի, քո կախվածությունը ինձանից չեմ չարաշահի։ Այսինքն այդ բանը, որ եթե դու իմ ասածը չարեցիր գնա մեռի, տառապանքի մեջ ապրի, քրքրվի, չգիտեմ ինչ եղի, այդի ես չեմ անելու։ Չէ, ու այստեղ հաջորդ հարցն է, չէ, մենք սա քննարկել ենք։ Միանգամից հաջորդ հարցն է առաջանում, բայց տառապանքները որտեղից է աշխարհում։ Ու այդ հարցի պատասխանը ինքը այս հաջորդ նախադասության մեջ էր, երբ որ ասեց համաձայն 3 գունանների։ Այսինքն Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը իր ներսում բացարձակ տրանսցենդենտալ վիճակի մեջ է, ինքը ոչ մի անձնական շահի, անձնական ինչ-որ նեգատիվ էմոցիաների հիմքի վրա կենթանիակի նյութական աշխարհ չի ուղարկում։ Ինքը ուղղակի նայում է ամեն կենթանիակի սրտի մեջ եւ կախված նրանից, թե կենթանիակի սրտում թշնամանք է ապրում, կիրք թե բարիություն, տալիս է կյանք համապատասխան վայրում, համապատասխան մարմնի մեջ։ Տեսեք, լրիվ ուրիշ բան ստացանք, չէ՞։ Այ ինքը գաղափարախոսությունը արդեն, երբ որ փորձում է նյութական աշխարհի իրականությունը բացատրի, ինքը այս առաջի քայլով այնպիսի քայլեր է անում, որ մենք այրեմ
որ մենք խաղաղվենք Աստծու հանդեպ, էլի, եկեք այսպես ասեմ։ Դուք մի պամիրիլիս էլի զբոկում։ Հասկանում եք։ Այսինքն մենք մի անգամից հենց առաջի քայլերից գիտակցենք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ոչ մի ագրեսիվ քայլ չի արել։ Եվ ես նորից եմ կրկնում, որ հոգեբանության տեսանկյունից, այսպես պրոստը հələ հավատման, Աստված կա, չկա, թողնենք մի կողմ։ Այդ երկու գաղափարները, որ հենց մի հատ սխալ տեղի ունեցավ, ու ես միշտ ասում եմ, ու Աստված ինքը իրան նենց պահեց, ոնց որ խորհուրդ է տալի, որ մենք մեզ պահենք, ու ինքը չկարողացավ, այսինքն ինքը չկարողացավ միած ստից բանը ների։ Իսկ մեզանից ներողամտություն է պահանջում։ Հասկանում եք։ Եվ սա ինքը շատ կարևոր կետ է, որը մենք պետք է գիտակցենք։ Հիմա, ծերներս, Գերագույն Մայթրեյան ինքը այս խոսակցության մեջ է հիմա, չէ՞։ Եվ տեսեք, հիմա, ուրեմն, սկզբում ինքը բեղմնավորում է նյութական բնությունը, որը բաղկացած է 3 գոյավիճակներից, այսինքն նյութական բնության մեջ ինքը դնում է մի հատ պարզ սկզբունք, ով ինչ ցարեց, դա հնձելու է, այսինքն պատճառահետևանքային կապ։ Հասկանում եք, չէ՞։ Սա է այն սկզբունքը, որը դրած է նյութական աշխարհի հիմքում։ Տեսեք, այստեղ արդեն մենք գալիս ենք հաջորդ արդարությանը, չէ՞, որը ինքը, ոնց ասեմ էլի, այդ Աստծուն հարիր է, չէ՞, ես միշտ վիրավորված եմ ինձ զգում, եւ որ կենտրոնանում եմ հրեաների կողմից առաջադրված Աստծո կերպարի վրա։ Հասկանում եք, երբ որ հազարավոր մարդիկ, այնպես էլ այն կողմ չգնանք, էլի, մեր մոլորակի վրա է, չէ՞, խոսքը գնում հիմնականում խոսակցությունը, չէ՞, հազարավոր, միլիարդավոր մարդիկ ամբողջ մարդկության պատմության ընթացքում, չէ՞, պատասխան են տալիս մի բանի համար, որ իրենք չեն արել։ Այդպիսի Աստծուն հնարավոր չի սիրել։ Հենց ամենասկզբից, հասկանում եք, ոչ մեկի ենթագիտակցությունը չի կարող ընդունի, որ դա սիրող անձնավորություն է։ Հա, ոչ մեկ չի կարող ընդունի, որ դա արդար է, որ ինքը մեզանից ներողամտություն է պահանջում։ Եվ որ ինքը միլիարդավոր կենդանիակների տառապանքի է ենթարկացրել, անիծելով իրենց։ Հա, մի հոգու արած, այն, չգիտեմ, այդ ոչ թե ես մարդ չի սպանել, չէ՞։ Հա, գիտակցության մեջ ինչ-որ մի հատ սխալ է տեղի ունեցել։ Արի գնանք մորթենք, քեզի էլ քո սերունդները միլիարդ բանով։ Հասկանում եք, այդ գաղափարը ինքը Աստծուն հարիր չի եւ ակնհայտ է, որ մարդու կողմից հնարված է։ Թող ինձ իրան ինչ որ լիչնվա էլի, մենք գաղափարներն ենք քննարկում։ Այդ գաղափարը առաջ կքաշեին հայերը, ես նույնպես կքննարկեի, առաջ կքաշեին հույները, նույնպես կքննարկեի, առաջ կքաշեին, չգիտեմ, հնդիկները, նույնպես կքննարկեի, առաջ են քաշել հրեաները, ստիպված իրանց անունն եմ տալիս։ Բայց ինքը գաղափարը Աստծուն հարիր չի։ Այդ գաղափարներից պետք է, ըստ ինձ պետք է հրաժարվել։ Հասկանում եք, որտեվ դա մարդկությանը ոչ մի լավ տեղ չի տանում։ Այդ ճիշտը պրոստը գիտականորեն հոգեբանության տեսանկյունից ենք խոսում։ Հասկանում եք, հիմա տեսեք, իսկ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը վերնում է ամեն կենդանիակ ունի իր արած քայլը հոգևոր աշխարհում։ Այսինքն հոգևոր աշխարհը երբեք այդպիսինը չի եղել, որ այնտեղ գոյություն ուներ մի հատ Ադամ, մի հատ Եվա, իրանց էլ ասեցին, բան, տկլորետեղ մանեկեք ու անմեղ եղեք։ Ու վсё։
Ոչ չես հասկանում, իմաստը որն էր, Աստված ընդհանրապես դրանց ինչի համար սարքեց, ինչ արեց, ինչ ձանձրանում էր, ինչ էր անում, այդ կողքից դիտողի դերթու դերում է մնում, հասկանում եք, երբ որ հնչում է պարզ գաղափար, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ազնվորություն է, ուզում է շփվել, որպեսզի վայելի իր գոյությունը, եւ դրա համար հենց ինքը իրանից արտահայտում է բազմազանություն։ Եվ այդ բազմազանության հետ շփվում, եւ ինքն է լինում երանելի, եւ այն կենդանիակները, որոնք ցանկություն են հայտնում իր հետ ապրելու։ Պարզ հասարակ։ Հիմա ամեն կենդանի էակ, ես պայմանականորեն ասում եմ, ունի ըստ արիացիների, ունի իր խնձորի պատմությունը։ Ամեն կենդանի էակ ունի իր անձնական ընտրությունը, որ ինչ-որ մի պահ ինքը չի համաձայնվել հոգևոր աշխարհում, լինի այն, ինչ որ ինքը կա, ընդ որում դա պարտադիր չի, որ նսեմացնող դիրք լինի։ Հասկանում եք, նսեմացնող դիրքը, ոնց ասեմ էլի, երկու տեսակի նախանձ կա, չէ՞։ Կներեք էլի, սա հարևանների մոտ է, չեմ կարող ոչ մի բան անեմ։ Երկու տեսակի նախանձ կա։ Մեկը դա նա է, որ կենդանիակը ինքը նախանձում է մի ուրիշ իրա նման հոգու դիրքին։ Այսինքն ինչ որ մեկը Աստծո հետ ավելի մտերիմ հարաբերություններ ունի, հա? Եվ ինքը մտածում է, ինչու ինքը ավելի մտերիմ հարաբերություն ունի, քան ես։ Բայց կենդանիակը ինքը կարող է բավականին բարձր դիրք ունենա հոգևոր աշխարհում։ Եվ այս անգամ էլ ինքը ուրիշ հարց բարձրացնի, թե ինչու է ինքը Աստվածը, այլ ոչ թե ես։ Հասկանում եք, այսինքն կարելի է նախանձել նաև Աստծուն, չէ՞։ Եվ հիմա ասենք, այդ կենդանիակները իրանք երբ որ գալիս են, չէ՞, նյութական աշխարհ, ամեն մեկը ունի իր դժգոհության թեման, կամ Աստծուն է նախանձել, կամ Աստծուն է վիրալին, կամ հոգևոր աշխարհում ապրողին, այսպես ասենք, չէ՞։ Հիմա այնքը եկել է նյութական աշխարհ, պիտի գա առանձին ապրելու։ Եվ այստեղ հիմա Մայտրեան բացատրում է, ասում է Գերագույն Աստծո ազնվորությունը, կենդանի էակների նյութական գոյությանը վերաբերվում է տրանսցենդենտալ, այսինքն ոչ ատելությամբ, ոչ կապվածությամբ, ոչ էլ նյութական մարմինների հանդեպ բարիությամբ։ Ինքը նեյտրալ տրամադրության մեջ է։ Այս աշխարհը լինելու է այնպիսինը, ինչպիսինը դուք եք ուզում, սա է կոչվում Աստծո տրանսցենդենտալ վիճակը, հա, հիմա, ու տեսեք ինքը ասում է, ամեն կենդանի էակ ունի իր խնձորի պատմությունը, ինքը իրանով գալիս է նյութական աշխարհ եւ ազատ սկսում է գործել անկախ Աստծուց, հա, եւ էգոիզմի հիմքի վրա սկսում է հարաբերություն ձևավորել։ Որտեւ եթե մենք ուշադիր նայենք, չէ, բոլոր կենդանիակները նյութական աշխարհում իրանք երկու բանի են ձգտում. առավելության, ինչի համար, որ ավելի շատ վայելեն։ Հասկանում եք։ Եվ վերջ, չէ, ասեք երկու մարդ իրար բարևեցին, հաջորդ բանը դա է, չէ, իրանց մեջ պայքար է սկսվում, ով առավելություն ունի մյուսի վրա, որտեւ ով առավելություն ունի, դա կարողանում է վայելել։ Երբ որ հանդիպում են երկու ուժեղներ, կամ պայքարի մեջ են մտնում առավելության համար, կամ ընդունում են, ասում են լավ, ոնց որ էսի քո վայելքի դաշտը, էս էլ իմ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ինքը ասում է, այդ երեք գոյավիճակներ, եւ ինքը պատճառահետևանքային է։ Հա? Մտար, գործողությունը արեցիր, այդ դու անձամբ դու ինչ արեցիր, դրա հետևանքը ես քեզ պարտադրելու եմ։ Ինչու՞։ Որովհետև երբ որ էգոիստը սկսում է գործել, էգոիզմը դա միշտ նշանակում է կենդանի էակը իր ցանկությունը իրականացնելու համար պատրաստ է ուրիշ կենդանի էակներին տառապանք պատճառի։ Աստված ինքը համարում է, եթե դու այն կենդանի էակն ես, որ պատրաստ ես տառապանք պատճառես, դու այդ պատճառած տառապանքի համար պիտի պատասխան տաս։ Արդար է թե ոչ, արդար է։
չէ՞։ Այդպես է առաջանում այդ բանը Բhagavad Gita-ում Տեր Քրիշտան ինքը շատ լավ խոսք է, չի ասում է խճճվածությունը, նյութական գոյության խճճվածությունը։ Ինքը այդպես է առաջանում, էլի։ Հասկացաք։ Ուրեմն հիմա առաջի քայլը այս սա է, որ всё, ինքը ասես պատճառը հետևանքային։ Հիմա իսկ ո՞րն է պատճառը։ Պատճառը գունան է, այսինքն ներքին տրամադրությունը։ Որովհետև այդ ներքին տրամադրությունն է կենդանեակին գործողությունների բանանում, չէ, դրդում։ Եթե օրինակի համար ասենք ես ձեզ ատում եմ, չէ, ես առավոտից երեկո մտածում եմ, որտեղից հայթայթեմ հնարավորություններ, որ ձեզ կոնկրետ, ֆիզիկական վնաս տամ։ Խլեմ, սպանեմ, չգիտեմ, բռնաբարեմ, ծեծեմ, ինչ-որ մի վնաս տամ, չէ, ֆիզիկական, եթե իմ հիմքը թշնամանքն է։ Հա, եթե ես կրքերի մեջ եմ ձեր հանդեպ, ես ինչ եմ փորձում անեմ։ Ես փորձում եմ ամեն ինչ անեմ, որպեսզի գրավեմ ձեր ուշադրությունը, որպեսզի կարողանամ ձեզ վայելեմ։ Հասկանում եք։ Եթե ես բարիության մեջ եմ, ես բարի եմ լինում նրանց հանդեպ, ում որ սիրում եմ, եւ այլն։ Հասկանում եք։ Ուրեմն այս օրենքը մենք տեսնում ենք, որ այդ ինչ որ դրվեց որպես հիմք, Մայտրեյան ասեց, գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ոչ մի զգացում չուներ։ Ինքը ուղղակի կենդանիներին տվեց ազատություն։ Բայց եւ ազատությունը օգտագործելու ընթացքում, եթե իրենք այսպես դաժե մենակ վատը չվերցնենք, էլի լավն էլ վերցնենք, ինչ այդ ազատության մեջ, ինչ գործեր որ արեցին, այդ պտուղները քաղելու են, որը արտահայտվելու է որպես լավ ճակատագիր կամ որպես վատ ճակատագիր։ Չէ՞։ Ուրեմն այստեղից մենք միանգամից, օրինակ եթե նայում ենք մեր իրականությանը, չէ՞, մենք միանգամից պիտի հասկանանք, որ Հայաստանում են ծնվում ծանր ճակատագիր ունեցող կենդանի էակները, չէ՞։ Որովհետև արդեն մեր հայրենիքի չափը նույնիսկ խոսում է, չէ՞, արդեն դրա մասին, որ մշտական վտանգի տակ հոգիներ են, չէ՞, այստեղ ծնվում։ Հասկանում եք։ Եվ այո, մեր համար դա իմ խորը համոզմունքն է, դուք կարող եք ինձ հետ չհամաձայնվել, կարող եք արհամարել, ժամանակը ինքը ցույց կտա, թե մեզանից ով է ավելի ճիշտ։ Բայց իմ համոզմունքով, չէ, ես ինչ-որ մի բան կարող է փոխվել միայն մի դեպքում, եթե Հայաստանում ավելանում են բարեպաշտ, բարոյական մարդիկ։ Որ Աստծո հայացքը փոխվի, էլի, մեր հանդեպ։ Եվ ես իմ ուժերի սահմաններում ինչքան կարող եմ նպաստում եմ այդ գործընթացին, որտեղ հավատում եմ դրան։ Ուրեմն եւ ինքը ինչ ասեց, հաջորդ ինքը ասեց այսպիսով հավերժական ժամանակի ազդեցությամբ ծնվում են կենդանի էակները, չէ՞։ Հիմա տեսեք հոգևոր աշխարհում հավերժական կենդանի էակը, որը ինքը ոչ ծնունդ ունի, ոչ մահ, հավերժ երիտասարդ մարմին, գեղեցիկ եւ առողջ, մեծ հնարավորություններ պարունակող, չէ՞։ Հիմա այդ կենդանի էակը ինքը պիտի ստանա նյութական գոյություն։ Այդ նյութական գոյությունը ինքը դառնում է ժամանակավոր, որովհետև կենդանեակը ինքը ինչ-որ բաներ է անում, որ հետո պիտի հետևանքներ ստանա։ Ես մի անգամ դա շատ պարզ օրինակի վրա եմ բերել ամուսնական հարաբերությունների, չէ, որ ասենք ենթադրեք, եթե տղամարդը օրինակ ամուսնացած է եւ ինքը ունի բարոյական կին եւ հետո տրփանքի հիմքի վրա ուղղակի այն պատճառով, որ ինչ-որ մի այլ կնոջ մարմինը իրեն ավելի շատ է դուր գալիս, շատ հաճախ ինքը լքում է եւ այդ կնոջը եւ իր երեխաներին եւ այնպիսի անպարկեշտ քայլեր է անում, որպիսի երեխաների համար
գումար չտրամադրի կնոջը եւ այդ գումարը ծախսի այդ կնոջ վրա ումից վայելք է ստանում եւ իրան այդ վայելքն է այդ պահին բավարարում, չէ՞։ Հիմա ինքը անարդար վարվեց բարոյական կնոջ հետ։ Հա, մտածեք, ինքը որպեսզի ինքը դաս քաղի, ինքը պիտի նույն իրավիճակում հայտնվի։ Արդարությունը դա է։ Արդարությունը ոչ թե նրանում է, որ ինքը տղամարդու մարմնում լինի, հիմա էլ իր կինը իրան դավաճանի։ Մարդիկ իրանք սովորաբար այդպես են մտածում, չէ՞, հետո եթե այդ կինը այդ մարդը այ էսի արդարությունն էր։ Արդարությունը դա չի։ Արդարությունը պահանջում է, որ հիմա էլ ինքը ծնվի բարոյական կին եւ իրան հանդիպի իրա նման ամուսին։ Չէ՞, տեսեք, եւ շատ հաճախ, երբ որ բարոյական պարտականություններ կատարող մարդկանց հանդեպ աշտորական են լինում, չէ՞, մարդիկ իրենցից անկախ հենց այդպիսի անեծք են տալիս այդ հոգուն։ Ասում են դու քո նմանին հանդիպես։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք, այ հիմա տեսեք, փաստորեն այդ մարդուն արդար հատուցում տալը մի կյանքում հնարավոր չի, որտեղ ինքը տղամարդու մարմնում է։ Այդ տղամարդու մարմինը պիտի վերանա, որպեսզի առաջանա կնոջ մարմինը, հա, եւ այնտեղ իր հետ անեն նույնը, ինչ որ ինքը արել է։ Նույնն էլ հակառակը, մենակ տղամարդկանցից չկպնենք, էլի այստեղ, նույնն էլ հակառակը։ Շատ հաճախ շատ բարոյական տղամարդկանց կանայք են, չէ՞, դավաճանում։ Եվ հիմա այ իրանք պիտի այդ վիճակում հայտնվեն։ Հասկանում եք, որ իրանք լինեն բարոյական տղամարդ եւ ունենան այնպիսի կին, որը իրան դավաճանեց։ Եվ այդպիսի մեղավոր հոգիները իրանք հիմնականում ծնվում են աստվածամերության դարաշրջանում։ Դրա համար էլ է այստեղ այդպիսի խառնաշփոթ հարաբերությունների մեջ, չէ՞։ Նույնը վերաբերվում է հարուստ աղքատ հարաբերություններին, ծնողական հարաբերություններին։ Հասկանում եք, եթե ասենք շատ հաճախ ծնողական հարաբերությունների մեջ դա հենց այս կյանքում է այդպես լինում, որ ասենք երեխան կարող է իրան այնքան վատ պահի, որտեղ դա աստվածաբեժության դարաշրջան է, վատ հոգիներ են ծնվում, իրենց վատ են պահում։ Ծնողները երբ որ երեխան ինքը կյանքի բավականին մեծ հատվածն է զբաղեցնում եւ մշտական տառապանք է պատճառում, ես օրինակ հանդիպել եմ այդպիսի դեպքերին, երբ որ ծնողը ջղայնացած վիճակում ասել են քո նմանին մի հատ ունենաս, որ իմանաս ինչ է նշանակում քո նմանի հետ գործ ունենալ, չէ՞, եւ հետո մեկ էլ ճիշտ ասած նայում ես, տեսնում ես, հենց տենց էլ եղավ, ծնողի անեծքը կպավ, եւ ինքը մի հատ իրան նմանը ունի ու հիմա էլ դրա ձեռքը կրակն է ընկած, հա, ու ծնողն էլ գալիս է հանգիստ ասում է, հիմա լավ է, հիմա հասկանում ես ինչ է իր անումից հետ, չէ՞։ Ուզում եմ ասեմ, որ այդ ինչ որ մի հատ գործոններ կան, չէ, որոնք իրենք պարտադրում են, որ կենդանիակների մարմինը նյութական աշխարհում դառնա ժամանակավոր։ Եվ ամենագլխավոր պատճառը, որ մարմինը դառնում է ժամանակավոր, դա նա է, որ երբ որ մի կենդանի էակ մյուս կենդանի էակի հանդեպ թշնամանք է զգում, ինքը այդ կենդանի էակին ոչնչացնել է ուզում։ Բայց հոգևոր աշխարհում դա անել հնարավոր չի։ Հոգևոր աշխարհի բոլոր կենդանիակների մարմինները իրանք հավերժ են։ Հասկանում եք, դա անիրականանալի ցանկություն է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն համապատասխան, դա արդեն եթե անիրականանալի ցանկություն է, երբ որ իրանք գալիս են նյութական աշխարհ, այստեղ նյութական մարմինը պիտի լինի խոցելի, որ եթե ուզում ես սպանես, կարողանաս դա անես։ Եվ դա կենդանի էակի ցանկությունն է, 3 գոյավիճակների համաձայն։ Այսինքն դա այն մարմինն է, որը նախատեսված է թշնամանք իրականացնելու համար։ Ինչու, որտեղ կենդանի էակի սրտի մեջ այդ թշնամանքը կա։ Հասկանում եք։ Սիրիներս, չէ՞։ Եվ ուրեմն այն մտավ ժամանակի գործոն։ Արիացիների գաղափարախոսության մեջ մենք ձեզ հետ շատ կհանդիպենք, հատկապես երբ որ Կապիլադևայի ուսմունքը կսկսենք ուսումնասիրել, շատ կհանդիպենք մի կարևոր գաղափարի հետ, որտեղ իրենք կասեն ժամանակը դա Աստծո կամքն է։
Այսինքն ինչ է նշանակում ժամանակ։ Աստված հաշվի է առնում ինչ է եղել, հա, հաշվի է առնում ինչ կա հիմա, հաշվի է առնում ինչ է եղել, դրա համապատասխան տալիս է ինչ կա հիմա։ Հաշվի է առնում ինչ է արվում հիմա եւ դրա համապատասխան ձևավորում է ապագա։ Արդյունքը կենդանեակին պարտադրվում է։ Թշնամանք է ստացել, թշնամանք է ստանալու, կրքերի մեջ ես օգտագործել, կրքերի մեջ ես օգտագործվելու, բարիություն ես արել, բարիություն ես ստանալու։ Հասկանում եք։ Չէ՞։ Եվ այդա ինքը պարտադրված է։ Այսինքն ժամանակը դա նա է, ինչ որ ոչ մեկ չի կարող ժամանակը բանանել։ Նյութական, քանի ինքը նյութական գիտակցություն ունի, այսինքն իր մեջ կա ատելություն, կիրք եւ նյութական մարմինների հանդեպ բարիություն, ինքը ժամանակը չի կարող վերացնել։ Արիացիները, երբ որ գաղափար են քաշում ազատագրման մասին, չէ, այդ ազատագրումը կակրած նշանակում է, որ դա կենդանիակներ են, որոնք իրանք վերացնում են ժամանակը։ Ինչի համար, ինչով են վերացում, բանը, ժամանակը դարձնում են 0, ինչով, այդ չեն ողբում անցյալի մասին, ցանկություններ չեն ձևավորում ներկայում եւ չեն պլանավորում նյութական աշխարհում ոչ մի գործ ապագայում։ Հասկանում եք, քանի կենդանիակը ինքը այդ ողբ ցանկություն պլանավորում ֆունկցիաների մեջ է, իրա վրա ազդում է ժամանակը, վերջ։ Եվ ինքը մշտական այդպես ժամանակավոր մարմիններ ստանալով նյութական աշխարհում, եթե իրան կանգնեցնող չլինի, կարող է հավերժ մնալ այդ նյութական աշխարհի սահմաններում, չէ՞։ Ուրեմն ապա հավերժական ժամանակի մաղմամբ նյութական տարերի գերագույն ամբողջությունը, որը կոչվում է մահաթ տատվա, անցում է կատարում դեպի արտահայտված վիճակ։ Եվ այս մահաթ տատվայում անարատ բարությունը գերագույն տերը բլագստելի բարությունը թարգմանվում, բայց բլագս խոսակ Գերագույն տերը իր սեփական մարմնից ցանեց տիեզերական արարչագործության սերմերը։ Չէ՞, տեսեք, ուրեմն այստեղ հաջորդ շատ կարևոր գործոնն է հիմա քննարկվում, այդ թե ինչպես է ընդհանրապես առաջանում այդ նյութական բազմազանությունը ընդհանրապես։ Այստեղ հնչեց մահաթ տատվա գաղափարը։ Սա շատ ֆունդամենտալ գաղափար է ընդհանրապես արիացիների պատկերացումների մեջ, թե ինչպես է բանանում էլի, թե ինչպես է ինքը այդ ոնց որ ասում են գործի դրվում նյութական աշխարհը։ Մահատատվան, հիմա մենք ասես կամաց կտեսնենք էլի, որ թողինձներ են, բայց աշխարհիկ գիտնականները իրենք շատ գաղափարներ կան, որ շատ չափից ավելի համահունչ են, այսպես բարի բանով փափուկ ասեմ էլի, չափից ավելի համահունչ են արիացիների գաղափարների հետ։ Ուրեմն որն է մահաթ տատվան։ Դա նախասկզբնական նյութն է, որը գիտականներն ասում են տրակեց, հա, այսինքն, բայց մենք այդտեղ հասկանում ենք, որ այդ նյութը կա, չէ, այսինքն ինքը 3 կոմպոնենտ է ստացվում, որ կա։ Մեկը դա նյութն է, մյուսը տարածությունն է, մյուսը ժամանակը։ Չէ՞։ Եվ ոչ մի աշխարհիկ գիտական չի կարող բացատրի, թե այդ 3 գործոնները իրանք որտեղից առաջացան։ Որտեղից առաջացավ այս տարածությունը։ Որտեղից առաջացավ ինքը նյութը։ Եվ ինքը նյութեր հետո տրակեց ժամանակը։ Հասկանում եք, չէ՞։ Ես որ ասում եմ, որ իրականում բոլորը նույն հավասար պլատֆորմային են, որովհետև հավասար հավատքի հիմքի վրա են։ Բոլորն էլ ինչ-որ մի հատ կետ են վերցնում, հա, որտեղից իրանք ստիպված են ընդունել, որ սա պրոստը եղել է։ Եվ իրանք ասում են, բա Աստված որտեղից, մենք էլ ասում ենք, բա նյութը որտեղից, բա տարածությունը որտեղից, բա ժամանակը որտեղից։
Դուք այդ պատասխանը ունեք, չունեք, բայց ինչի ենք մենք հավատի վրա, դուք ոչ։ Դուք էլ տրամաբանության։ Հասկանում եք, չի ստացվում էլ իրականում դա։ Հասկանում եք սիրելիներս, չէ՞։ Հիմա տեսեք ուրեմն այս մահատատվա գաղափարը ինքը այդ է նախասկզբնական նյութը։ Ոնց որ եթե օրինակը բերեմ, այն նախասկզբնական պլաստիլինի կտորը։ Հա? Հիմա իսկ ժամանակը գերագույն Աստծո անձնավորության կամքն է։ Հա? Եվ ինքը ասեց այդ հավերժության ժամանակի ազդեցության տակ սերմ դրվեց այդ պլաստիլինի մեջ։ Հա? Սերմը դա հենց ինքը կենդանի էակն է։ Հիմա իսկ այդ կենդանի էակի մեջ, երբ որ ինքը հենց առաջի անգամ գալիս է նյութական աշխարհ, կա ինչ-որ մի հատ տրամադրություն։ Հասկանում եք, ինչ-որ թշնամություն կամ ինչ-որ կրքեր։ Այստեղ հələ բարիություն հանգիստ թողնենք։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այդ սերմերը, այսինքն այդ գիտակցությունը, որի մեջ արդեն կա այդ տրամադրությունը, այսպես ոնց որ պլաստիլինի մեջ այտի դնես կամ հողի մեջ տարբեր սերմեր ցանես, չէ՞։ Հասկանում եք։ Այսինքն կենդանիակը ինքը բոլոր դեպքերում սերմի մեջ է։ Всё, այդտեղ տեղադրեց գերագույն Աստծո անձնավորությունը։ Եվ հետո նոր սերմից դուրս է գալիս մարմինը։ Հիմա տեսեք, եւ այս մահատատվա գաղափարը, չէ՞, ինքը ահավոր կարևոր գաղափար է, որ նյութակ պրոստը կա նյութը։ Հիմա այստեղ կենդանիակները պիտի այդ նյութին կպնեն իրանց գիտակցությամբ։ Այդ կոնտակտը ստեղծում է գերագույն Աստծո անձնավորությունը։ Всё, ինքը վերցրեց կենդանիակի այդ թշնամանքի կամ կրքերի սերմը, հա, կամ էգոիստների բարիությունը, էգոիստական բարիությունը, այսինքն, երբ որ տենց իրար հետ ուզում ենք անկախ վայելք ունենանք, լինենք Աստծուց անկախ, հա, բայց բան էլի, համաձայնությամբ, այդպես сотрудничество, համագործակցենք, բայց նյութական մարմիններով արդեն, այսինքն էգոիզմի պլատֆորմայի վրա։ Հիմա տեսեք ինչ բան է ստացվում, չի ասենք, այդտեղ սերմերը տեղավորվում են, հետո այդտեղից արդեն կենդանիակը ինքը կոնկրետ մարմին է ստանում։ Այսօր հələ դա չքննարկվեց։ Բայց որ այ գաղափարը դա է, որ սկզբում ինքը պրոստը նյութը կա, եւ մենք այս ստացանք էլի, որ տեքստը նայեցինք իրանց բոլոր փուրերով, չէ՞։ Այդի ստացանք գերագույն Աստծո անձնավորությունը բացարձակ առանց ոչ մի անարդար զգացմունքների տրանսցենդենտալ վիճակում կենդանիակներին տրամադրում է տեղ, որտեղ իրանք կարող են ապրել առանց իրան, հա, բայց կենդանիակները, որոնք այդ տեղը ուզել են, իրանց մեջ ունեն 3 տրամադրություն։ Բոլորը էգոիզմի հիմքի վրա, կամ թշնամանք, կամ կրքեր, կամ էգոիզմի մեջ համագործակցություն։ Հասկանում եք։ Հա? Եվ ուրեմն այս տրամադրությունների համապատասխան ժամանակը, որը գերագույն Աստծո անձնավորության կամքն է, մտնում է եւ այդ սերմը տեղավորում այդ նյութի մեջ։ Ժամանակի ազդեցության տակ նյութը սկսում է արդեն ձևավորել նյութական մարմինները։ Սա տեխնիկապես, հասկանում եք, այսպիսի նկարագրություն, այսպիսի բացատրություն այս աշխարհում ոչ մի գաղափարախոսություն ինքը չի անում, հա, եթե մենք վերցնենք, որ բանի էվոլյուցիայի տեսությունն էլ Դարվինը ինքը վերցրել է իհարկե Հնդկաստանից, դա նույն վերամարմնավորման գաղափարն է, ուղղակի այդ վերամարմնավորման գաղափարի մեջից հանվել է հոգին եւ ասել է, էս ինչ մարմին է, էս ինչ ազդեցության տակ սկզբի
ջրում ձուկ էր, հետո այդ ձուկը դուրս եկավ ափ, հետո դարձավ մլիկապիտարշի, հետո չգիտեմ էս են, տեղի ունեցավ նույն բանի նյութի էվոլյուցիան։ Հասկանում եք, եւ սերմն էլ կյանքը սերմի մեջ է, թե այդ սերմը որտեղից ոչ մեկ չգիտի։ Հասկանում եք։ Չէ՞, սա շատ կարևոր գաղափար է, որ մենք պիտի հասկանանք, որ տեսնենք, էլի, որ ասենք, որը вообще որտեղից է դուրս եկել, ինչի համար է դուրս եկել, առաջինը դա ով է ասել ընդհանրապես եւ ինչ գաղափարների հիմքի վրա ինչ զարգացումներ են տեղի ունեցել, չէ՞։ Ուրեմն մենք այսօր տեսանք, թե ինչպես են արիացիները ներկայացնում արարչագործությունը, իմինը իր հոգեբանական տեսանկյունից, չէ՞, որ ասենք ինչ հոգեբանություն կա դրված, որովհետև հոգեբանությունն է ստեղծել նյութական աշխարհը, հասկանում եք, կենդանի էակի ցանկությունն է ստեղծել նյութական աշխարհը, գոյություն ունենալ Աստծո կամքից անկախ եւ սեփական ճիգերով կերտել սեփական ճակատագիրը, ինչ է շախում ճակատագիրը, կերտել թե ես ով եմ, ինչ կարող եմ իզանից ներկայացնել, սա է պայքարը, եւ այդ տրամադրության մեջ միշտ ձգտել ուրիշ կենդանիակների համեմատ ունենալ առավելություն եւ այդ պայքարի մեջ պատրաստ լինել այդ պայքարը իրականացնել թշնամանքի մեջ, մրցակցության մեջ կամ համագործակցելով։ Հասկանում եք, բայց նպատակը միշտ մնում է նույնը՝ գերազանցել բոլորին։ Սա հոգեբանական խնդիր է, հա, եւ դրա համար եմ ես ասում, որ աշխարհի գիտնականները իհարկե շատ խելացի մարդիկ են եւ իրենք կարող են, ինքը Տեր Բրահման ասում է իրենց մասին, ասում է իրենք կարող են գալ այնպիսի զարգացման, որ հաշվեն տիեզերքում ամեն մի փոշու քանակը, բայց պատասխան տալ այդ հարցին, թե ինչի համար է այս աշխարհը ստեղծված, կարող է միայն Աստված, որտեղ ինքն է արարել, թե ինչպես է գործում, մենք կարող ենք հետազոտել եւ հասկանալ, բայց ինչի համար այս ամեն ինչը գոյություն ունի, այս հարցի պատասխանը տալիս է միայն կրոնը։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, ստեսություն։